մեր աշխատանքը չի գնահատվում, մեր աշխատանքը երբեք չի վերջանում։ Ասա Յուլիա ջան։ Ինձ ճանաչողները գիտեն, որ ես չեմ խնայում գոհունակության եւ գնահատական խոսքեր Յուլիայի հետ կապված ծափարությունների մեջ։ Արամը նստած էր իմ հետևի այդ նստարանին էր նստած ու անդադ ուզում էր ինձ տեսներ, էլի։ Ոնց դու գիտես հայերեն։ Միշտ գիտը բարձր աղջիկ դուս եկավ։ Ոնց լրջացավ ամեն ինչ։ Էմինե ջան։ Չի չեն հանդիպում տղամարդիկ, ովքեր հարաբերություններ մեջ ղեկը իրեն սրտում։ Բայց ես լավ եմ քշում։ Որտեղ լավ է իմ ամուսնու համար, այնտեղ լավ է իմ համար։ Ես իմ բոլոր հաջողությունները ձեռք եմ բերել իմ հայրենիքում։ Բրավո։ -1-ից ենք սկսել իրար հետ։ Շատ ծանր պայմաններում ենք ապրել, երբ որ նոր էինք ամուսնացել։ Կոմունալկայում չենք դադարում երազել եւ նպատակներ դնել։ Հենց ինքնա լինելու իմ ամուսինը։ Ես երբեք դիվանին պարկած վիճակում չեմ երազել։ Դիվանագետ չես։ Հասկացա։ Չէ, ես դիվանագետ չեմ։ Իմ մանկության միջավայրը դարձել է այսօր իմ հայրիկի տուն թանգարանը։ Այո, Կապանում։ Կապանում։ Մեզ հայերից համար շատ կարևոր է մեր լեռների խորհրդանիշը, Արարատ, անպայման Արագած, Խուստուբ, Դանելյան արտստուդիոից խոսենք։ Հաղորդման գլխավոր գործընկեր Վալան Գրուպ, գործընկերներ Armenia Wine, Mega Food, Կտուր AM։ Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը։ Ամենասկզբում ուզում եմ շատ խնդրել, որպեսզի բաժանորդագրվեք YouTube-ի իմ պաշտոնական ալիքին։ Եթե նկատել եք, ես ունեմ նոր նախագիծ, Քառակուսի մետր է կոչվում, որի ընթացքում ես հանդիպումներ եմ ունենում տարբեր կառուցապատող ընկերությունների հետ եւ ներկայացնում եմ այն նախագծերը, որոնք կառուցվել են արդեն կամ կառուցվում են։ Հաղորդման միջոցով դուք կարող եք ընտրել ձեզ համար ձեր ապագա բնակարանը, ծանոթանալով բոլոր մանրամասների հետ։ Եվ ուզում եմ անպայման խնդրել միանաք իմ Facebook-ի եւ Instagram-ի պաշտոնական էջերին, որովհետեւ այնտեղ նկարները միշտ թարմացնում ենք եւ տեղադրում ենք տարբեր տեսանյութեր հաղորդման նկարահանման գործընթացից։ Թողեք մեկնաբանություններ եւ գրեք նամակներ, ես դրանց սիրով պատասխանում եմ։ Այսօր Հերմնե դիալոգում լինելու է շատ գեղեցիկ հանդիպում։ Դե գիտեք, ես շատ եմ սիրում արվեստի մարդկանց հանդիպել, հատկապես նկարիչների։ Եվ այսօր իմ տուն ռեստորանում հյուր է լինելու նկարիչ Արամ Դանելյանը իր չքնախտիկնոջ Յուլիայի հետ։ Գնամ դուռը բացեմ։ Կորցրել ենք իրար, բարև ձեզ, համեցեք։ Ոյ, ողջույն։ Անհրաժեշտ է, համեցեք։ Խառնել ենք բաները։ Ողջույն։ Արգերը։ Հա։ Գիտեք ինձ ոնց ուրախացնել։ Շնորհակալություն, մերսի։ Արամ ջան, Յուլիա ջան, շատ շնորհակալություն եմ ուզում ասել ինձ հյուր գալու համար։ Ես մեր հանդիպումը իրականում պատկերացրել եմ։ Եվ երևի թե սա լավագույն ժամանակն էր, որ մենք կարող էինք հանդիպել ու միացնել լավ օր ունենալ իրար հետ։ Մերսի շատ։ Շնորհակալ ենք, մենք էլ շնորհակալ ենք հրավերի համար։ Շատ երկար ենք սպասել այս հրավերին։ Վերջապես մենք հայտնվեցինք ձեր տաղավարում։ Սա տաղավար չի, սա մի հատ ջերմ տուն է, մի հատ հետաքրքիր։ Տուն ռեստորան։ Տուն ռեստորան։ Մերսի շատ։ Հիանալի միջավայր է։ Ես էլ արդեն տարիներ շարունակ հետևում եմ Արամի գործունեությանը, հիանում եմ ուղղակի այն ակտիվությամբ եւ այն բազմաշերտ գործունեությամբ, որ Արամը իրականացնում է, Յուլիա ջան, քեզ հետ միասին, դե տաղանդի մասին չեմ ասում, նկարիչները իմ ամենասիրելի մարդիկ են։ Եվ առաջարկում եմ շամպայնով սկսենք եւ իրար ասենք ողջույն, Արամ, այս գործը քեզ ենք ես Յուլիա թողնում։ Որ հանկարծ ավիրվի ձեր առած։ Թող ոնց, դա գիտես մի տոն կլինի, ես սիրում եմ որ։ Վերջ անգամ երբ ես բացել շամպայն։ Կարող է թափնանոր բաց։ Ինչ ուզում ես արա, մենք համաձայն ենք։ Իսկ դուք չեք խմում տան իրար այդ շամպայն, մեծ գինու սառնարան ունեք։ Մենք այնքան խառը խմիչներ ունենք։ Մեկ խառնում ենք ու ես միշտ ասում եմ լավ չի անդրադառնում։ Ինչ երբ ենք խմելու այդ խմիչները, ինչքան հատած կանգնել դարակների վրա։ Յուլիա, ասեմ ուրեմն ինչ ես անում, ասես քանի Արամը զբաղված է, ես քեզ կանացի բացի, սկսի։ 1
Չեմ հավատում։ Առաջի անգամ եմ տեսնում, որ շամպայնը 3 վայրկյանում բացում է։ Այլ է։ Հաճելի։ Դրա մեջ էլ ենք արվեստ դնում, էլի։ Այո, մենք վայելելու ենք իրար հետ Armenia Wine ընկերության Թարիրի լյուքս դասի խաղոնգինին, որը 15 ամիս հնեցվել է հենց շշի մեջ։ Ջերմաստիճանը պիտի որ հրաշալի լինի։ Հյուրա, ուրեմն առավոտյան զարթուցիչը դնում ես կես ժամ շուտ։ Ես դնում եմ կես ժամ շուտ, որ ուշ արտանիկ է։ Անջատում ես էլի Զարթուցիչը ես եմ անջատում։ Արամ ջան, ուրեմն զարթուցիչը դնում ես կես ժամ շուտ, շամպայնը մի հատ բացում եք, փոքր շշով։ Առավոտից Դե առավոտյան ինձ թվում է այդ ամենալավ բանը շամպայնով սկսելը։ Ուզում եմ մեկ անգամ եւս բարի գալուստ ասել ձեզ, շնորհակալություն հայտնել, որ այս օրը մենք միասին ենք անցկացնելու ու վստահ եմ հրաշալի շարունակելու ենք, շնորհակալություն։ Մենք երկար ենք չէ՞ դեռ նստել։ Հա ոնց, իհարկե, երեկո միասին ենք անցկացնելու։ Շատ լավ։ Բայց ինձ հետաքրքիր է օրը ինչպես եք սկսել։ Ինչ եք արել այսօր։ Այո։ Յուլիայի օրը շատ ավելի ծանր ա եղել, քանի որովհետև տանը թեթև վերանորոգման process ա գնում եւ գիտեք վերանորոգման հետևանքները ինչ դժվար process-ի են բերում տանտիրում։ Ես իհարկե այդպիսի պահերին շատ արագ գնում եմ աշխատանքի, որ ականատես չլինեմ։ Շատ տեսնի տան, չի կամ տեսնի տանջակը, դրա մոտ տնից դուրս ա գալիս։ Այո։ Եվ շատ այդպիսի օրերին շատ ավելի շուտ եմ գնում աշխատանք։ Զարթուցիչը կես ժամ շուտ եմ։ Հա, շուտ։ Ես ինքս արտանում եւ անջատում եմ նախապես։ Բայց այդ տանը ինչ էր եղել, նոր տուն էր, ինչ վերանորոգում։ Մենք ունենք փոքր բալիկ, փոքրիկ, ինքը սիրում է նկարել։ Ինչպես հայրիկը, պապիկը։ Այո, բայց հայրիկը անկեղծ ասած պատերին այդքան չէր նկարում, էլի։ Ինքը Հիմա թե փոքր ժամանակ։ երբեք։ Հա դու երեխան բացը լրացնում է, ինչ եք ուզում։ Ես կարծում եմ ինքը պատերի վրա նկարում է ի տարբերությունից, որովհետև իմ հայրը ինձ թուղթ եւ կտավ էր տալիս, կարծում եմ մենք Լեոին չենք տալիս, դրա համար ստիպված այդ երեխեն պատերի վրա։ Քանի որ մենք ունենք նաեւ երկու աղջիկ, ովքեր երբեք չեն նկարի պատի վրա, հիմա տղա ունենք, սովոր չենք այս բաների։ Հա բայց թողեք այդ երեխան կմեծանա ամբողջ նկարչությունը կանի, նոր տունը Դե կվերանորոգեք։ հիմա արդեն նայում է, զգում է, որ ափսոս է դրա վրա նկարչություն անել, բայց ես հույս չունեմ, որ երկար կմնա այդ վերանորոգումը։ Արամը այսպես տեսախցիկի առաջ էր գնահատում քո տանջանքները, թե իրականում կյանքում էլ միշտ։ Արամ լավ էլի։ Յուլիա, մի հատ ասա, որ օրվա ընթացքում էլ ասա, որ Օրվա ընթացքում ես այնքան զբաղված եմ, դիտում խրվում եմ գործերի մեջ, որ ամենահարազատ մարդու ծնունդն եմ մոռանում, շնորհավոր եմ։ Երևի ով հիմա դիտում է, ինքը հիշում է, որ իր ծնունդը 11-ից 50 եմ շնորհավորում գիշերը։ Եվ ասում ես, որ ես հատուկ վերջում եմ զանգել, որ տարբեր։ Դե էլ արդեն չի ասում, նույն մարդուն 3 տարին անց մեջ մի բանը չես կարող ասես։ Բայց այդքան է վատը չեմ էլի։ Դա ես վստահ եմ, որ դու այդքան էլ վատը չես։ Բայց ինձ հետաքրքիր է, ինչն է էլի պատճառը, որ օրինակ հիմնականում հայ տղամարդիկ չեն նկատում կանանց օրվա ընթացքում զբաղվածությունը, հոգնելը, տանջվելը, իրենց թվում է, որ եթե տանը կինը ավելի շատ է տանը լինում, ուրեմն դե լավ հանգիստ նստած է էլի իր համար։ Որովհետև մեր աշխատանքը չի գնահատվում, մեր աշխատանքը երբեք չի վերջանում։ Ասա Յուլիա ջան։ Առավոտից մինչև նույնիսկ եթե գնաս աշխատանքի մի տեղ աշխատես, գալիս ես տուն, դու շարունակում ես քո աշխատանքը։ Իսկ տղամարդիկ որ գալիս են տուն, իրենք հանգստանում են։ Ուզում են հանգստանալ, պարկեն, շուտով փոշմանելու ես, որ ինձ հրավիրել ես, որ աղարմենա Յուլիային։ Չէ, ինձ հետաքրքիր է։ Իդեպ ամերիկացիները մի վերլուծություն էին արել, չգնահատվող, չվարձատրվող աշխատանքները, որը կլիներ ամենաբարձր վարձատրվողը եւ հասկացել էին, որ ամենաբարձր վարձատրվող դա տնային տնտեսուհու աշխատանքը կլիներ, որովհետեւ եթե դու առանձին ունենայիր բոլոր այն մասնագետները, որոնք պիտի գային եւ տանը անեին, դու վճարելու ես շատ ավելի շատ, քան օրինակ քո կնոջն ես վճարում։ Իրականում հնարավոր չէ չգնահատել, երբ երեք երեխա ծնվելուց սկսած մինչև մեր մեծ արդեն 19 կլինի շուտով տարեկան բոլորի հետ իրանց հոգսերը, իրանց ժամանակացույցը, ամեն մեկը մի հոգս, մի խնդիր, մի դաս, մի պարապմունք, մի հագուստ, մի չգիտեմ, դա անհնարին է չգնահատելը եւ
ինձ ճանաչողները գիտեն, որ ես չեմ խնայում գոհունակության եւ գնահատական խոսքեր Յուլիայի հետ կապված, եւ բանը հասնում է հենց դրան։ Դու բավարարված զգում ես Իրանը դեմ ասում, ուղղակի ասում եմ։ Չես դժգոհում Կարեն։ Եթե դժգոհում եմ, միանգամից ասում եմ։ Ես իմ ես չեմ պահում, կգիտի։ Ես առաջարկ ունեմ։ Ես առաջարկում եմ տեղափոխվենք մեծ սեղանի շուրջ, ես մատուցեմ առաջին նախուտեստը, որը կշարունակենք մեր խաղուն գինու հետ, որտեղ համադրել եմ հենց խաղուն գինու հետ, եւ շարունակենք զրույցը։ Քո տան կտուրը վնասվել է, անձրևաջրերը ներս են թափվում, իսկ տարին էլ անձրևներով առատ է, կամ առհասարակ փոխելու ժամանակն է, որովհետև կտուրդ օրինակ ազբեստից էր, իսկ մենք գիտենք, որ ազբեստը առողջության համար շատ վնասակար է։ Եվ հենց այս կապակցությամբ իմ սիրելի գործընկեր Կտուր AM-ը առաջարկում է զանգահարել 8128 եւ զրուցել մասնագետների հետ։ Կտուր AM-ի պրոֆեսիոնալ մասնագետները կլսեն ձեզ, հետո կգա թիմը, կգնահատի իրավիճակը եւ կանեն իրենց առաջարկը։ Եթե դուք ունենաք ֆինանսական խնդիրներ եւ չկարողանաք ամբողջ ծախսը միանգամից անել, ապա այստեղ օգնության ձեզ կգան գործընկեր բանկերը։ Ոչ, պետք չէ թղթաբանության հետևից ընկնել։ Կտուր AM-ի աշխատակիցները ամբողջ թղթաբանությունը ձեր փոխարեն կանեն, իսկ դուք ընդամենը կլինեք տանը, որպեսզի ընդունեք վարպետներին, այնպես որ զանգահարեք 8128 կարճ հեռախոսահամարով եւ պատմեք ձեր կտուրի խնդրի մասին։ Կտուր AM-ը բոլոր հարցերը կլուծի։ Կտուրի հարցերը լուծեցինք, անցնենք այսօրվա ճաշացանկին։ Պատրաստելու եմ տանձով նախուտեստ։ Դե դու գիտեք, ես տանձով նախուտեստեր շատ հաճախ եմ պատրաստում եւ սա մեկ այլ տարբերակ է։ Ինձ պետք է պիտա հաց։ Եռանկյունների ենք վերածում պիտա հացը։ Համեմում ենք ձիթայուղով, ուրցով եւ կարմրացնում եմ։ Այս ընթացքում կտրատում ենք տանձը։ Սկսում եմ դասավորել ափսեի մեջ։ Մանրացնում ենք կապույտ պանիր, ձիթայուղ, մեղր, ընկույզ։ Հիմա էլ մի փոքր էլեգանտություն հաղորդենք մեր ուտեստին միկրոկանաչիով եւ ուտելի ծաղիկներով։ Նկարչի ընտանիք, գեղեցիկ գնահատող մարդիկ, մտածեցին, որ ձեզ դուր կգա։ Պանրի գույնը, այս ծաղիկների այս համադրությունը, բրավո։ Թեթև նախուտեստ, ես շատ եմ սիրում տանձով նախուտեստները սկզբի համար եւ ամեն անգամ շատ հաճախ ներկայացնում եմ տարբեր բաղադրատոմսեր։ Այս անգամ մտածեցի, որ պիտի սա շատ հետաքրքիր լինի, կկոտրենք, կկտրատենք եւ կփորձենք եւ վայելելու ենք մեր փրփրուն գինու հետ։ Հուսով եմ կհավանեք։ Իհարկե։ Շնորհակալություն։ Ամեն շաբաթ կիրակի ձեր տանը կլինի։ Ամեն շաբաթ կիրակի իմ տանը, խնդրում եմ։ Համել ամբողջ շաբաթվա ընթացքում ինքն է պատրաստում, դու հասկանում ես, դրա համար ճիշտը շաբաթ կիրակին է, որ գա։ Խրթխրթան։ Այո։ Սպասեք։ Սիրեցիք։ Հիանալի։ Յուլիա, այնպես է ստացվել, որ Արամը շատ ավելի մեդիայի մարդ է դարձել, սովոր է հարցազրույցների, հանդիպումների եւ լավ է, որ ամեն ինչ լուսաբանվում է։ Բայց դու ոնց հասկանում ավելի քիչ ես սիրում հարցազրույցներ։ Այո։ Ինչու։ Չգիտեմ, մի տեսակ չեմ սիրում։ Ես ավելի շատ սիրում եմ բեմը։ Ես կարող եմ, ասենք, դե քանի որ երգում եմ, նաև իմ համար բեմը դա մի ուրիշ աշխարհ է, ես դա ոնց որ ձուկը ջրում։ Բայց այդ խոսալը մի քիչ իմը չի։ Արդյոք ունես վախ, որ ռուսերենից ես թարգմանում։ Հնարավոր է, հա։ Իսկ հաղթահարելու մասին մտքեր կան։ Դասեր, վարժություններ։ Որովհետև դու պիտի խոսես, էլի։ Այնքան անկաշկանդ ես, այնքան անկեղծ ես, որ այսօր էկրանը կարոտ է մարդկանց, ովքեր չեն վախենում։ Ես չեմ վախենում խոսալ, բայց ոչ կամերայի դեմը։
տենց Բայց այդ վախենալու չի ձեզ համարը, քեզ համար Արամ ջան։ Չեմ վախենում խոսել, բայց ոչ կամերա։ Ի վրա խոսում էլի, կամերա առաջ։ Իրականում կադրից դուրս շատ ավելի անկաշկանդ է շփվում։ Ինքը երևի ակցենտից ավելի շատ կոմպլեքսավորում, որովհետև տարբեր լեզուների, տարբեր երկրներում ապրել։ Դա քան հմայք հա տալիս, չես պատկերացնի։ Եվ Արամը հարցազրույցների ժամանակ շատ է խոսում գործից, ստեղծագործելուց, ինչի մասին մենք դեռ այսօր խոսելու ենք, բայց միշտ ստվերում է մնում եւ լուսանցքում է մնում ձեր պատմությունը, ձեր անձնական պատմությունը։ Ո՞նց եք հանդիպել։ Դե մենք շատ աշխատում ենք չլուսաբանենք մեր անձնական տարբերակությունը, բայց մենք անձնական զոնայում ենք։ Այո։ Եվ մեծ սիրով կկիսվենք մեր անցյալի մասին։ Մենք ծանոթացել ենք բազե փառատոնի շրջանակներում 2005 թվականին, ծանոթացել ենք Կապանում Երևան գալու ճանապարհին։ Ճանապարհին ճանապարհին, որովհետև այն ժամանակ Սյունիքի թևը մենք ենք ներկայացնում։ Ես որպես գեղանկարիչ Երևանում էի իհարկե սովորում, այդ ժամանակ արձակուրդում էի։ Յուլիան հյուր էր եկել տատիկի տուն Կապան եւ շատ պատահական երգով ներկայացել էր վոկալով որպես հյուր այդ ժյուրի արչև եւ որոշեցին համոզել որպես հյուր ոչ թե մասնակից, որովհետեւ ես գիտեի որ մասնակցեմ պետքա հաղթեմ։ Ասեցի չեմ ուզում անտեղ ժամանակ ինչ որ Շակիրա երգերից է երգում, հա։ Շակիրա երգերից էր, հա։ Ու այդպես համոզեցին, իրեն էլ ընդգրկեցին այդ ուրեմն կազմի մեջ եւ մենք եկանք Երևան եւ այդ ժամանակ մի րոպե, խնդրում եմ ֆրագմենտներով երբ երգում էր Յուլիան դու լսում էիր նրան այո բայց այդ ժամանակ արդեն երբ որ ինքը բեմում էր երգում էր արդեն կային այդ վիբրացիաները հա կար բայց ոչ այնքան ինչքան որ մենք արդեն հայտնվեցինք փոքրիկ միկրոավտոբուսում այն ժամանակվա այն հիշում եք Գազել։ Իսկ դու Արամին հիշում ես այդ գազելից։ Չէ, ինքը բեմում էր կանգնում, խոսում էր, ինչ որ տենց, չէ, բանից։ Իմ աշխատանքն է ներկայացնում, ես որպես նկարիչ էի մրցույթի։ Իր անկերներից մեկը ասեց, այդ տղային տենում ես կապույտ սարոջկայով, պետք է բարձր ծափահարես։ Ոնց որ հայտարարեցին, որ ես եմ ներկայացնելու Սյունիքը նկարչության բանով, իհարկե ես հաղթեցի նաև այդ տարի Հայաստանում նկարչության բազեի փառատոնում։ Բայց արդեն ոնց որ սկսեցինք հենց այդ դրաշրջանակներում շփվել։ Ասում ես ով էր ասում ծափահարես եւ ինչ։ Իր մոտիկ ընկերներ ասեց տղային տեսնում ես կապույտ սարոջկայով իրան պետքա բարձր ծափահարեք բոլորդ էլ։ Բայց այս սարոջկան չէր ուրիշ։ Ես ուզում եի հասկանալ աղա տենց այն ժամանակ։ Ես շիպիտ պետքա ես ինչու մեկի ծափահարեմ։ Չէ, դե լավ ասեցի պատժ կանեք, ծափահարեցինք, ուտեցինք հաղթեց։ Քո ծափերի շնորհիվ իհարկե։ Հա, դե իհարկե։ Ինչ տեղի ունեցավ միկրոավտոբուսի մեջ։ Ինչ եմա ծափա տալի, ոչ մի բան։ 20 տարիա ծափարությունների մեջ։ Մենք հասկացել ենք։ Ես չքաշեցի իրան եւ ստեղծում եմ շատ ծափարելու առիթներ։ Ինչ լավն է ձեր հումորը։ Միշտ կա այս հումոր, թեթև սարկազմը, Չէ, ձեր մտոլորտը շատ այնքան դու մեր լավ ընկերն ես, մենք կողոց շատ այդպես ջերմ ենք, մենք զգում ենք մեզ ինչպես մեր տանը։ Այո։ Իսկ տանը այդպես չկա այս հումորի։ Հոգնած ենք լինում ախր, Հելմինե ջան։ Հոգնած գալիս ենք նիդայետը։ Սենց դիմավորում ոնց Ես գիտեմ որ եթե ամեն շաբաթ գան ձեր տուն միշտ հումոր նկարենք։ Իրականում մեր տանը միշտ հետաքրքիր տիպ եք դու։ Մեր տանը միշտ որոշել եք, հա, ինչ եք խոսել։ Չէ, բացարձակ։ Որ ինձ եք թակարդը գցել։ Բացարձակ։ Որտե՞ղ ես որոշել եմ ամեն շաբաթ ձեր։ Մեր տանը միշտ կա համեցիր, մեր տանը միշտ կա ուրեմն հումոր, մեր տանը միշտ կա ջերմություն, որտեղ մեր պապական տնից սկսած, Կապանից իմ Արամայից պապիկի օջախից սկսած մինչև հիմա իմ պապայով սեղանները միշտ եղել են մեծ չափսերի, շատ աթոռներ եւ միշտ տատիկին հարցնում էի, այսքան կաստրուլա մեզ ինչին ա պետք, հետո հասկացա, որ քանի որ 20 հոգուց է սկսվում մեր սեղանները ամեն օր, դրա համար միշտ հացով ենք եղել, միշտ հումորով ենք եղել, միշտ արվեստով ենք եղել եւ մեր տունն էլ մինչև հիմա իմ հարազատները, իմ մտերիմները շատ լավ գիտեն, մենք սիրում ենք մեր
մի կտոր հացը, համով գինին կիսել մեր հարազատների, մեր ընկերների հետ։ Ամեն, բրավո։ Վերադառնալով միկրոավտոբուսին, միկրոէլեմենտները։ Միկրոավտոբուսին։ Արամը նստած էր իմ հետևի այդ նստարանին էր նստած ու անդադ ուզում էր ինձ տեսներ, էլի, ոնց որ անդադ ինչ որ ուզում էր, հա, ուզում էր ինչ որ հարցեր էր տալիս, բա ես էլ լուր նստած էի։ Որովհետեւ չեմ հասկանում հայերեն, вообще չեմ հասկանում։ Նստած եմ, ինքը խոսացնում, այս կողքի աղջկան բան ասում, որ ինքն էլ ինչին ինձ հարցնում է։ Փորձում եք ներգրավել։ Հա, էլի, որ ուզում էր ուշադրությունը գրավեր, իմ ուշադրությունը գրավեր, բան։ Ես ակնոցներով նստած էս։ Բա այդ ակնոցները բան կարաս տաս։ Ռուսաստանի հայն։ Հա, այ, լավ ասիկ։ Ահա, այդպես։ Այն ժամանակ սոտովի չկար, շատ քիչ մարդկանց Բայց ինքը ուներ։ Ինքը այն վերջի Sony Ericsson-ների զբաղներից sense։ Բա։ Հա, բայց այդ չէր առիթ է, ես որ դե հարցեր էի տալի։ Չնայած ինչ որ առիթ եղավ, ասի կտաս հեռախոսդ նայեմ, մի հատ բան եմ ուզում նայեմ։ Բայց դու ակնոցներից էի ուզում փորձեի։ Ակնոցից հետո։ Հա, այդպես։ Վերջը ինչը փորձեցիր ակնոցը։ Ակնոցներն է փորձել, հա։ Հետո որ հասանք Երևան, արդեն ես մոռացել էի, որ ես հայերեն գիտեմ։ Սկսեցի խոսալ մեկը, ոնց դու գիտես հայերեն, բա։ Մինչև Երևան ինք ասում ես չեմ հասկանում, էլի դուք ինչ եք ասում։ Որտե ինձ հետաքրքիր ինչ էի խոսում։ Քեզանից խոսում էին։ Հա, ինչ որ այդպես բաներ։ Այդ կողքի աղջկան իմ ծանոթ աղջիկներ ասում էի, հարցնում էի, ասում էի, հələ հարցրա սենց բան, հələ հարցան էս բան։ Ասում քնած է, բանա, չի խոսում, չգիտեմ, բան եւ այլն, ասում է։ Չշփվող կերպար։ Ասում ինչ գիտե բարձր աղջիկ դուս եկավ գորոզ, բան, ինչ գիտեմ հասկանում այդ ինչեր երբ։ Արամ, բայց ֆիքսել էիր իրեն բեմից եւ միկրոավտոբուսի մեջ առիթ էր, որ շփվեիր, թե ավտոբուսի մեջ այդպես։ Չէ, բեմում չենք ծանոթ չէինք այդ բեմում ֆիքսել էի որպես նո շատ շքեղ մասնագից, որովհետև իր ելույթն էլ շատ Գիտեք ինչի, որովհետև ուրեմն ժյուրին գալիս էր Երևանից ուշացած։ Ես երբ որ երգում էի, իրանք չկային։ Արդեն էս իմ երգի վերջի այդ կուպլետը երգելուց մտան որ լսեցին, ես որ գնացի զակուլիսը արդեն ասեցին կարա մի հատ նորից երգի։ Ու ես երկու անգամ այդ երգը երգեցի։ Տեղի ունենում 600 հոգանոց դալիճում, մեծ դալիճում, նենշի որ 8 հոգով հավաքվել էին, հա։ Ոնց լրջացավ ամեն ինչ։ Մինե ջան։ Հասկացա։ Լրջացավ այդ ժամանակվանից արդեն եսին շատ բնական էլի, բնական ձևով։ Մենք մեկ տարի շփվել ենք SMS-ներով, զանգերով։ Այդ ժամանակ չկար տենց WhatsApp, Viber, չգիտեմ։ Բայց ղեկը Արամի ձեռքներ, ուզում եմ հասկանալ։ Դե հա, ինձ հանգիստ չէր թողնում։ Ոնց։ Ղեկը մինչև հիմա իմ ձեռքին։ Հա, որտեղ հիմա քիչ են հանդիպում տղամարդիկ, ովքեր հարաբերությունների մեջ ղեկը իրեն սերտ։ Բայց ես դες լավ եմ քշում, հանգիստ, շատ լավ։ Փոսը չես գցում։ Կարևորը անվտանգ, Ապահով, այո։ Եվ այդպես ապահով անվտանգ եկաք ուր։ Առանց խափանումների։ Ոչ մի տենց դեպք չի եղել, հա։ Մեկ կա պերեբոնգնի, բամ։ Դե հասկանալի է, բայց այս մեծ խոշոր վթարներ։ Չէ։ Դες քերծվածքներ բաներ էլի։ Ինչու համաձայնեցիր տեղափոխվել Հայաստան, ամուսնանալ Շատ լավ հարց է։ Արամ Դանելյանի հետ։ Քո կյանքը փոխել 180 աստիճանով, այն դեպքում, երբ որ այնտեղ արդեն ունեիր քո կոմֆորտը։ Ճիշտ ասած, մենք ամուսնացանք Ռուսաստանում։ Այո։ Ինքը եկավ իմ մոտ, որովհետև ես որպես աղջիկ չէի կարա գայի ոնց որ տղայի տուն, որ ամուսնանայինք, էլի, ոնց որ մի քիչ դի ուրիշ ձև էր։ Ինքը եկավ, մենք ամուսնացանք, ապրեցինք 5 տարի, բայց այդ 5 տարվա մեջ անդադ ասում էր, որ մենք պետքա վերադառնանք Հայաստան։ Մենք պետքա վերադառնանք Հայաստան։ Աղջիկներս ծնվեցին ու հետո Արամը որոշեց, որ վсё, վերջ պետքա գնանք։ 11 թվին որոշել ենք տեղափոխվենք։ Իմ ծնողները շատ մեծ ստրես են տարել, բայց երբ որ հարցում է ինչի եք վերադարձել, ինչի եք Ռուսաստանը թողել, այն ժամանակ տենց էին, չէ՞ միշտ ասում, եկել Հայաստան, ես ասում եմ, որ որտեղ լավ է իմ ամուսնու համար, այնտեղ լավ է իմ համար։ Ու հիմա չեմ փոշմանում, որ տեղափոխվել եմ ու մի
վարկյան չեմ փոշմանում ու նույնիսկ չեմ էլ ուզում վերադառնամ ու չեմ էլ պատկերացնում, որ ես պետքա ինչ-որ ուրիշ տեղ ապրեմ։ Արա, ինչու էիր վերադառնում, ինչու էիր ուզում, որ քո ընտանիքը հետ գա Հայաստան։ Ես առանց Հայաստանի ես կարծում եմ չեմ կարող ապրեմ։ Իմ ուշքը միտքը միշտ եղել է Հայաստանում, ես Երևանն եմ միշտ շատ սիրել։ Իհարկե ծնվել մեծացել եմ Կապանում մինչև 16 տարեկանը, բայց Երևանը իմ համար մի ուրիշ բան է, մի ուրիշ երևույթ է, ուրիշ աշխարհ է, ուրիշ սեր է, ուրիշ էներգետիկա է։ Եվ անդադ կարոտում էի, անդադ կիսատ էր իմ մոտ, ինչ որ ամեն ինչը sense ոնց որ 24 ժամ վերադառնալը իմ մտքին է եղել, չէի կարող։ Իհարկե մեծ հաջողությունների հասա, շատ լուրջ ընկերություններում գլխավոր դիզայներ, իմ նկարներով բավականին մեծ բաների հասա, դարձա Ռուսաստանի նկարիչների միության այդ ժամանակվա ամենաերիտասարդ անդամը։ Ես 22 տարեկանում դարձել եմ Ռուսաստանի եւ միջազգային նկարիչների միության անդամ։ Եվ Յուլիան հիշում է ինչ մեծ դժվարությամբ դա եղավ, բայց եթե ես մնայի, գուցե շատ ավելի մեծ բաների հասնեի, բայց իմ համար այդ արժեքը դա չուներ։ Իհարկե հայրենիքը տվեց ինձ շատ ավելի շատ բան եւ սեր տվեց եւ տուն տվեց եւ հարգանք եւ անուն եւ չգիտեմ հաջողություններ, ես իմ բոլոր հաջողությունները ձեռք եմ բերել իմ հայրենիքում։ Բրավո։ Դուք ունեք 3 երեխա, ունեք ձեր երազանքի տունը, ինչպես տեսնում եմ անզեն աչքով ունեք այն հարաբերությունները, որի մասին շատ-շատերը կերազեին, հաջողություններ ստեղծագործական կյանքում։ Ինձ հետաքրքիր է ինչ դեր ունի Յուլիան այս ամեն ինչի մեջ, որովհետև բազմաթիվ են լավ նկարիչները, բայց անձնական հարաբերություններ չունենալու կամ խաթարված հարաբերություններ ունենալու պատճառով շատ դեպքում նաև նրանց ստեղծագործական կյանքը չի կայանում, այնպես ինչպես որ կարող էր կայանալ։ Ինձ հետաքրքիր է իսկապես կանայք ինչ որ դեր ունեն այս հարցում։ Եթե պրոյեկտենք Յուլիայի եւ քո հարաբերությունները։ Կանայք կարող են եւ դրական դեր ունենալ այդ ամեն ինչում եւ բացասական եւ ես կարծում եմ գիտակցում եք, որ հաստատ մեր շրջապատում նման մարդիկ կլինեն, որ կանայք ունեցել են բավականին բացասական դեր թե կայացման, թե կարիերայի դեպքերում։ Ես այն ինչը որ հիմա ասել եմ, մենք 0-1-ից ենք սկսել իրար հետ։ Այսինքն ոչ թե ինքը եկե իմ տեղը նստե նկարել է, այլ ինքը այն երազանքներին, այն նպատակներին, որին ես ուզում եի հասնել եւ այն ինչին ես հասել եմ, դա ես միշտ բարձրաձայն ասել եմ, որ ես պետք է հասնեմ դրան, միկա հավատացել է եւ շատ ծանր դժվար պահերին այդ ծանրությունը, այդ դժվարությունը իմ հետ անցել է, բայց երբեք չի համաձայնվել անցնեմ այլ աշխատանքի, այլ մասնագիտության, ինչ որ ծանր աշխատանքի, ինչ որ բանի եւ միշտ ասել է, որ ոչինչ, սրանից կզրկվեն, սա չենք ունենա, որտեղ շատ ծանր պայմաններում ենք մենք ապրել, երբ որ նոր էինք ամուսնացել։ Մեր ծնողները իմ եւ իր ծնողները նորմալ շատ լավ պայմաններում են ապրել, դա նենց չի, որ մենք շատ վատ վիճակում ենք եղել։ Մենք չենք ուզեցել որևիցե օգնություն, չնայած նրան, որ ինչքան հնարավոր էր մեր ծնողները աջակցում էին, այնուամենայնիվ վիճակը շատ բարդ էր ուրիշ երկրում, այն բնակարանները, որ մի քանի ընտանիք են ապրում, տարբեր սենյակներում, այդպիսի կոմունալկայում, իհարկե երկար չենք, մեգապոլիսում, Մոսկվայում, այդ ամեն ինչի մեջով անցնելով, բայց մենք մի տեսակ ոնց որ դա մեզ չէր խաթարում մեր հարաբերությունները, դա մեր չենք դադարում երազել եւ նպատակներ դնել։ Ինչու՞։ Եվ ինչպես։ Որովհետեւ սիրում ենք իրար։ Սիրել ենք, սիրում ենք ու կսիրենք։ Շատ կանայք իրենց տղամարդուց հիասթափվում են, վատ բառ է, բայց պիտի ասեմ, որովհետև ինչ որ մի կետից հասկանում են, որ այդ տղամարդը չէ, այն հերոսը չի, որին ինքը հավատացել է։ Շատ ժամանակ չեն համբերում ինչև դառնա, ունենան այն կյանքը, որի մասին երազել են, ճանապարհի կեսից հետ են դառնում։ Ինչը դրթեց քեզ, որ այդ հավատը չկորցնես եւ հասկանաս, որ չէ ինքը այն հերոսն է, ում ես ընտրել եմ ու պատկերացրել եմ ու ինքը իրական է։ Ես միշտ մտածում եմ, որ
իմ ամուսինը ապագա պետքա սազի նաև իմ ընտանիքին։ Նաև ոչ միայն ինձ, այն իմ ընտանիքին էլ։ Ու հենց Արամ հետ ծանոթացա, ինձ մի քանի րոպեեր պետք է որ հասկանա, որ հենց ինքնա լինելու իմ ամուսինը։ Ես որոշեց էլի, տենց որոշեց։ Իրականում կանայք են ընտրում տղամարդկանց։ Տղամարդկանց թվում է թե, ասենք, իրանք են ընտրում կանանց, բայց ոչ, կանայք են ընտրում տղամարդկանց։ Տենց է։ Դե միջի հիմա այն բանը կապած է, ոտիցս բրասլետը։ Ոսից պահած, այդ ջինգիլը ձեռը պահած է։ Դուք չնկատեցիք, որ շխկալով եք։ Լսեցի, հա, ես էլ ասում եմ, ոտից կապած բանն է։ Եվ այս հատվածում վերջին հարցն է ինձ հետաքրքիր։ Հիմա երբ որ խոսում ենք այս ամեն ինչի մասին, մտքով հետ գնացիք, հանդիպումը, բազեն, միկրոավտոբուսը, կոմունալկան, երազանքները, հերոսը եւ այլն։ Ինչ զգացողություններ ունեք այդ ամեն ինչը, որ սկսում եք վերհիշել։ Երևի հպարտության էլի։ Այո։ Հա, բա իհարկե, հպարտությունն է, երբ որ դու Քեզ թվում է դա երեկ է եղել, բայց այդ ճանապարհին չես 20 տարի։ Իմիջիալոս այս տարի 20 տարի է լինելու, որ մենք իրար հետ ենք։ Ուղիղ 20 տարի։ Եկեք խմենք դրա համար։ Այո։ Բրավո, ինչ հաճելի է տեսնել sense կայուն զույգ։ այդ մեջքի շռամների բանի մասին չխոսա։ Էդի հետո զակադրում։ Ցույց կտանք։ Էմոս սև ու սպիտակ են ցույց տալիս։ Պատրաստելու եմ ցլիկի մեջքի հատվածը։ Շատ համեղ եւ շատ հեշտ։ Սկզբի համար նախապատրաստում ենք փայլաթի թեղը։ Բայց քանի որ ես չեմ սիրում, երբ մթերքը առնչվում է փայլաթի թեղի հետ, տակը կդնեմ յուղաթուղթ։ Դնում ենք սոխը, կծու պղպեղ, շատ չերի լոլիկ։ Շատ սխտոր։ Սկսում ենք համեմել միսը, աղ, սև պղպեղ և մեկ փափուկ կիվի է մեզ պետք, որպեսզի լողացնենք ցլիկին մեր կիվիով։ Օպա, մի փոքր ձիթայուղ Եվ ջեռոցը տաքացնում ենք 170 աստիճանով ու 2.5 ժամ մոռանում այս գեղեցկուհու մասին կամ գեղեցիկի մասին։ Պատրաստ է։ Բույրը։ Մենք փորձելու ենք ցլիկի մեջ մոտ 3 ժամ փռում եւ ված համեմել եմ կիվիով, աղով, պղպեղով եւ տեսնում եք բանջարեղեն, որը սոուսի դեր կկատարի եւ ուզում եմ հետը վայելենք Արմենիայի ընկերության օրգանական կարմիրը, օրգանական ցիկլով է ամբողջությամբ ստացվում այս գինին, սկսած նույնիսկ խաղողի ворթերի տնկումը, մշակումը, հետո արդեն ամբողջ արտադրական process-ը եւ նույնիսկ մոլախոտերը գառնուկներն են։ Թույլ տվեք ես հյուրասիրել։ Վերացնում այդ ոչ թե քիմիկատներով եւ Բայց մենք բավականին մեր երևի կոլեկցիայի ամենաշատ խմվող եւ սիրվող Ակարն է։ Այո, Հա, այո, ես եւ սպիտակն եմ սիրում եւ կարմիրն եմ սիրում։ Մեր ամենասիրելի գինիներից է։ Երբ որ չգիտես ինչ խմես, տակա։ Միշտ կա։ Բայց իրա սպիտակն էլ է շատ։ Շատ փառահեղ, այո։ Մենք այսպեսի հովանավոր չունենք, որ sense քան գինի ունենայինք, էլի։ Ես խոստանում եմ ձեր տուն գալուց շատ լավ բան եմ բերելու։ Մարդս հովանավոր ունենա, ասես գինիներ խմել, էլի։ Ահա, ընկերներն էլ
վայելեն։ Էջ։ Բարյախորժակ։ Բարեխորժակ։ Բարեխորժակ։ Լավ է, չէ՞, որ ուրախ անցնում։ Թե գալիս դուք անեմ ջեբիցս կապ։ Չէ, ամեն ինչ ընտիրա։ Նոր է սկսվում ամեն ինչ արամ։ Դաժե։ Դաժե։ Պրոտեին։ Ինչքան լավն է փայտի կոթելով, Հա, չէ։ ապարակաղում դամարկա։ Ինքան կոմպլիմենտ արեցիք, խառնվեցի իրար։ Ես ամեն տեղ մի բան սովորում եմ։ Ես սիրում եմ էլի, որ օրինակ ես ափսեների դիզայնը վերջնա։ Դե հայ վարպետների գործն է, ոնց կարող էի ինչ նկատել։ Հələ տեսեք ինչ սիրուն է, այս պատարակաղի ու այս դանակի դիզայնը, այս ֆոնին։ Հələ տեսեք։ Ինչ հաճելի է որ գնահատում Տեսեք, այս լոլիկի կարմիրը լուրջ եմ ասում, այս ֆոնի կարմիրների հետ։ Բայ իմ ապսեն սիրուն է։ Ոչ, դե ջոգողություն արեք, քեզ ավելի լավ։ Հա, բա տենց պիտի լինի։ Բայց հələ տեսեք։ Женская солидарность։ Արամ մեր մտապատկերում եւ պատկերացման մեջ նկարիչը ունի որոշակի կերպար։ Եվ դժվար է պատկերացնել, որ կարող է նկարիչը լինել սոլիդ, ավելի հավաք, նաև բիզնես մտածելակերպով, նաև հայտնի իր ժամանակի մեջ մանկությունից է գալիս այս լավ իմաստով մաքուր կերպարը, թե ժամանակի ընթացքում ձեռք ես բերել մշակել ես, մտածել ես։ Դե շատ բան կարծում եմ իծնե է մարդու մեջ, բաներ կա ձեռքբերովի է, բայց ես շատ կարևոր նշանակություն եմ տալիս դաստիարակությանը։ Այո, դաստիարակությունը այն տունը, որտեղ մարդ մեծացել է, այդ տան նիստուկացը, այդ տան շրջապատը, որում դու մեծանում ես, ամենամեծ ազդեցությունն է գործում մարդու կյանքում։ Հիմա օրինակ, որ իմ ընկերները, մեր հարազատները հաճախակի գալիս են մեր տուն հյուր, իմ տղան էս վերջերս ասում էր, ինչի մեր տուն չեն գալիս, ընդամենը 10-15 օր թե վերանորոգման մեջ էինք, իր համար արդեն, հա, իր համար արդեն բան է, տարօրինակ ասում է, ինչի բա չեն գալիս ընկերներ այդ մեր տուն, ու միշտ որ գալիս են ամեն ինչին մասնակցում է։ Այսինքն 5 տարեկան երեխայի մեջ արդեն տարօրինակը երբ մարդու տուն մարդ չի գնում։ Հա, ես չեմ ասում այն պարագաներում, երբ գուցե չկա հարմարություն, բան եւ այլն, բայց այնուամենայնիվ դա այն ինչ որ դուք նշեցիք, ձևավորում է, ինձ թվում է առաջինը հենց ընտանիքից, հետո արդեն երևի միջավայրը, կյանքը, նպատակներդ, ինչքանով ես դու պատրաստ զոհաբերել քո ներվը, քո ժամանակը, քո երազանքները իրականացնելու համար, ես երբեք դիվանին պարկած վիճակում չեմ երազել։ Դիվանագետ չես։ Հասկացա։ Չէ, ես դիվանագետ չեմ։ Մանկությունդ ինչպիսին է եղել։ Շատ գունավոր, պայծառ, իմ մանկությունը, երբ իմ մանկությունից են հարցնում, առաջին հերթին ես հիշում եմ իմ ընտանիք։ Հայրս, մայրս, եղբայրներս, պապս, տատս, մենք ունեցել ենք շատ սիրուն ընտանիք, շատ սիրով ընտանիք, շատ հյուրասեր, շատ կիրթ, շատ ինտելիգենտ եւ երևի մեր շրջապատում ամենաշատ մեծ գրադարանից մեկը մենք ունեինք, հենց մեր պապից սկսած ինքը կարդացած կիրթ, նույնպես արվեստագետ մարդ էր, մինչեւ մեր օրեր բավականին մշակույթին մոտ մարդիկ եւ իմ անկությունը ես կապում եմ դրա հետ եւ առաջինը հիշում եմ իմ հայրիկի արվեստանոցը, որտեղ ամբողջ մանկությունս այնտեղ է անցել։ Ես շատ եմ նշել այդ մասին, շատ եմ պատմել։ Իմ մանկության միջավայրը դարձել է այսօր իմ հայրիկի տուն թանգարանը։ Այո, Կապանում, որը Մելիք Ստեփանյան 10, Սմբատ Մելիք Ստեփանյան 10 600-ին մոտ այցելու ենք ունեցել մի տարվա ընթացքում, վերջերս 1 տարին լրացավ թանգարանի բացման Կապանի համար եւ առհասարակ դա բավականին լուրջ թիվ է։ Ես կարծում եմ այս տարի, երբ թեվակողեցինք արդեն թանգարանի բացման 2-րդ տարին, արդեն կլինեն միջոցառումներ, որի շնորհիվ նույնպես
հոսքը կմեծանա, Իհարկե։ Կապանի туриզմին նույնպես օգտակար կլինի, որովհետև ինչպես արտասահմանցիներ, այնպես էլ տեղացիներ, աշակերտներ, դպրոցականներ այցելել էին եւ բավականին լավ սիրելի միջավայր է դարձել այն Կապանում։ Շատ շատերը երբ պատրաստվում են գնալ որևէ այլ քաղաք Հայաստանում, միշտ մտածում են լավ գնանք ինչով զբաղվենք։ Բան չկա անելու, բայց արի ու տես, որ հատկապես այս փոքր թանգարանների մշակույթը, որ ես ինքս շատ եմ սիրում, վերջերս էլ տեքստիլի թանգարանը Դիլիջանում բացվեց, ամենաթարմ թանգարաններից մեկն է, այնպես որ քարտեզը գծելիս դեպի Կապան գնալու անպայման ներառեք ձեր ժամանցի մեջ, մշակութային ժամանցի մեջ նաև Հրանտ Դանելյանի տուն թանգարանը, վստահ եմ, որ մեծ բավականություն կստանաք։ Յուլիա, քո մանկությունը ինչպիսին է եղել։ Իմ մանկությունը եւս շատ լավ է անցել, ապրել ենք տատիկի պապիկի հետ։ Ինձ թվում է մենք համարյա նույն կերպ ենք էլ ապրել, ոնց որ Արամա տատիկ պապիկի հետ, ու այդ սերը տատիկից պապիկից ստացել ենք։ Ինձ թվում է ով չի ապրել տատիկի պապիկի չի կարա էլի, ոնց որ եթե չի սիրում տատիկին պապիկին, ուրիշ ձև է ինքը մեծանում։ Մենք ուրիշ ձև դաստիարակվեցինք, մինչև հիմա հիշում ենք, կարոտում ենք։ Ինչ ազդեցություն է ունեցել Կապանը քո ստեղծագործելու վրա եւ ստեղծագործությունը։ Մինչև հիմա է ազդեցությունը։ Մինչև հիմա ես Կապան գնալուց լրիվ ուրիշ մարդ եմ վերադառնում։ Մի որոշ ժամանակ իհարկե ես չի հասկանում դա, այն ջահել երիտասարդական տարիները մեծ քաղաքներում ինչ որ sense բաների հետևից ընկնելով, բայց հետո տարիքի հետ սկսեցինք հետ կանչել, նստեցնել կողքը եւ բացատրել թե որն է հայրենիքը, թե ինչպես պետք է գնահատել։ Հիմա աշխարհի ցանկացած ծայրում, ցանկացած միջոցառման, ցանկացած ինչ որ բան ներկայացնելուց, ինչ որ բան պրեզենտացիա անելուց իմ տվյալները նշվում է Հայաստան, Կապան, որովհետև միշտ նշում եմ, ես Կապանից եմ, ես Կապան, որով իհարկե հպարտանում եմ։ Իմ երեխաները Կապանում չեն ծնվել, բայց որ հարցնում են, ասում են մենք կապանցի ենք։ Հետաքրքիր է։ Մեզ հայերից համար շատ կարևոր է մեր լեռների խորհրդանիշը, Արարատ, անպայման Արագած, Խուստուփ, բայց կապանցիների համար Խուստուփը դա մի ուրիշ սրբավայր է։ Այ Խուստուփի հետ ունեք ամեն մեկը ձեր հարաբերությունները։ Ամեն կապանցի ունի Խուստուփի հետ իր պատմությունը։ Խուստուփ, ուրեմն ասեմ Խուստուփի հետ պատմությունը որտեղից է սկսվում։ Իմ հայրը ամենաշատ Խուստուփ նկարած արվեստագետ։ Այո։ Նա օր ա եղել, որ 3-4 Խուստուփ ա նկարել, որպեսզի դուք պատկերացնեք։ Ինչից էր դա գալիս, որ պահանջարկը շատ մեծ էր, համ ինքը շատ էր սիրում Խուստուփը, համ աշխարհի տարբեր երկրներից հերթ կանգնելով սպասում էին, որ հայրիկից հենց Խուստուփ վերցնեն, որովհետև հաճախորդները, գնորդները, իր արվեստասերները միշտ ասում էին քո նկարած Խուստուփի քարերը ոնց որ խոսան, շարժվեն, շնչեն։ Խուստուփ շատ կան, ամենայն արգանքով բոլոր Խուստուփ այն մարդկանց, ովքեր Խուստուփ են նկարել կամ նկարում, բայց հայրիկինի շատ առանձնահատուկ էր եւ աշխարհի երևի թե տենց երկիր չկա, որ Խուստուփ չլինի։ Եւ Խուստուփը ես այդպես սկսեցի սիրել, երբ նա սկսում էր բնականից Խուստուփ նկարել, ես նրա հայացքը տեսնելուց առավոտ 7-ին 6:30-ին բարձրանում ենք տանիք, որ այդ ժամի արևի շողքը ինքը վերցնի եւ արտացոլի կտա։ Այ ինքը այ տենց ֆանատ էր Խուստուփի, էլի, եւ երբ ինքը սկսում էր Խուստուփի մասին պատմել, բացատրել, շատերին կթվա, որ երևի թե սարա, լերա, ինչ որ մի գեղեցիկ բան, չէ, ինքը ամեն քար, ամեն ֆորման, տեսեք, երբ որ արևը այս ժամին անգնում, այս լույսը ստեղ չի անգնում, տարբեր սեզոնների ունի նկարած, ուներ նկարած, տարբեր դիրքերից Կապանի, որ օրինակ այս գյուղից հենց այրևում, այս հատվածից հենց այրևում, այս տանիքից հենց այրևում։ Խուստուփը մեր ընտանիքի տարերքներ եւ ես մեկ նախադասությամբ ասեմ, Խուստուփն է մեզ պահել։ Խուստուփով ենք մենք ապրել, Խուստուփն է մեզ պահել, այդպիսի կարևոր բան է։ Ես այս վերջերս բախտ ունեցա Վաչագան գյուղում մի ընտանիքի հյուր լինեմ, որի պատշգամբը բացվում էր ու դու Խուստուփի մեջ էիր։ Այո, հրաշք տեսարան։ Ոչ թե կողքը, ոչ թե վրան, զգացողության մասին եմ խոսում։ Եվ նայում եմ, ասում եմ, պատկերացնում եմ, մարդը ամեն առավոտ արթնանա,
ու այս տեսարանը տեսնի, ես ուզում եմ հավատալ, որ ամեն օր տեսնելով նույնիսկ մարդկանց մոտ այդ սերը, հիացմունքը չի պակասում։ Ինչպես էստեղ Արարատը, Իհարկե, ում պատշգամբից երևում է Արարատը, դա հպարտություն։ Անգամ Ծայրը անգամ երևում է, դա հպարտություն է։ Նույնը խոստովա մեզ համար։ Իհարկե։ Ես մեկ-մեկ մտածում եմ, որ այսօր նկարիչ լինելը բարդ է, որովհետև այնքան շատ է տեխնիկան, վարքյանական հարաբերությունը, գեղեցկության չափանիշները այնքան տարբեր են, որ հավանաբար ոգեշնչման աղբյուրները քչացել են կամ այլ կերպ են վերարտադրվում, որովհետև դե հասկանալի է, որ նոր տեխնիկաներ են գալիս, պոպ-արտը եւ այլն, որ հասկանում ես, որ այսօրվա ամեն ինչից է ոգեշնչվել, բայց այն դասական իմաստով, հատկապես եթե էքսպրեսիոնիզմի մասին ենք խոսում, պիտի որ իմ պատկերացմամբ քիչ լինեն ոգեշնչման աղբյուրները։ Այդպես է, թե իրականում այդ բարդությունը կա, չէ, չեք սխալվում, այդ բարդությունը կա, որովհետև մենք ապրում ենք ինֆորմացիայի շատ մեծ հոսքի դարաշրջան եւ այդ ինֆորմացիան ֆիլտրացնել, այն էլ հետո ստանալ ոգեշնչման աղբյուր բավականին բարդ է։ Բայց այստեղ էլի վերադառնում ենք մարդու ուրեմն միջավայրը։ Նայած թե դու ինչ միջավայրում ես, մեծացել կամ ապրում։ Մի տարիք կա, որ հետո դու սկսում ես ինքդ ստեղծել, չէ՞, քո միջավայրը, ում հետ շփվես, ումից հաճույք ստանաս, ում չթողնես մոտ, ով քեզ ոգեշնչի, ով չէ, եւ կամ ինչը, չէ՞, ոչ միայն մարդն է մարդուն ոգեշնչում, իրողություններ կան, իրադարձություն։ Մենք խոսացինք նոր Խուստուփի մասին, Արարատի, Արագածի, դրանք էլ են, չէ՞, ոգեշնչում։ Հայրենիքի, հայրենի գյուղի, քաղաքի, հայրենի տան, չէ՞։ Հավերժական արժեքները։ Հա, հավերժական արժեքները, քո հայրենիքը, քո ազգային հիշողությունը, շատ բաներ կան, հա, մենք միայն էլեկտրական մեքենաներ չենք նկարելու հիմա, մենք հետ ենք գնում եւ մեր տարազներին ենք վերադառնում ենք մեր տարբեր թե ուրախ թե ողբերգական դարաշրջանին եւ արտաէջերին եւ վերարտադրում ենք դա մեր ստեղծագործություններում, չէ՞, իշքան մեծ ստեղծագործություն մարդիկ կան եւ եղել են ովքեր անդրադարձել են ոգեշնչելը միայն դա դրական ոգեշնչելը չի։ Մարդ կարող է տխուր վիճակում էլ ոգեշնչված նկարել, ոչ միայն տենց ինչ որ ուրախ հանդիսություններից հետո դու ուզենաս նկարես։ Կամ ստեղծագործ է, ցանկացած ստեղծագործող, չէ՞, շատ ստեղծագործություններ միայն ուրախ կյանքի չի ծնվում։ Նաև տխուր, վատ, միայնակ ժամանակ է, չէ՞, ստեղծագործությունը։ Եթե զուգահեռներ անցկացնեմ, իմ շատ սիրելի վարպետ Վահե Շահվերդյանը ասում էր դերասանի մասնագիտությունը այն մասնագիտությունն է, որ սնվում է ողբերգություններից։ Ու իսկապես հիմա ասածը զուգահեռում եմ եւ հասկանում եմ, որ հա, նկարչի համար էլ կարող է դա։ Իհարկե, բոլոր ստեղծագործողները այն չի մասնա խոսքը։ Դրա համար ոգեշնչումը դու էլ պետք է տրամադրվես ոգեշնչվել։ Եթե դու սկսես կտրել, քերել, պոկել քեզ ամեն ինչից, դե ինչից պետք է ոգեշնչվես։ Հիմա շատ հնարավոր է չգիտեմ, այսօրվա մեր զրույցից հետո մենք բոլորս էլ ոգեշնչված մի լավ բան անենք, մի լավ բան ստեղծենք։ Դրա համար ոգեշնչումը դա ինչ չի, որ ինչ որ մի բանից կամ կոնկրետ մեկից պետքա ոգեշնչվես։ Դու պետքա տրամադրվես այդ ոգեշնչմանը, դու պետքա քեզ տրամադրես։ Իհարկե, ինչ ճակատագրի են արժանանում այն նկարները, որոնց հետ հաշտ չես։ Նկարում ես եւ չես հավանում, շատ կան դες դեպքեր, շատ են լինում, չեմ հաշտվում։ Փորձում եմ մինչև այն պահը, հա, որ մինչև ես ստանամ իմը։ Շատ վատ բան է, երբ ինքնախաբեությամբ ես զբաղվում, որովհետեւ դու ինքդ քեզ կխաբես, բայց դիմացին ինչ է։ Երբ որ դու տեսնում ես, որ քո արած աշխատանքը թերի է, հավատացեք, այդ էներգիան փոխանցվում է նաև այլ հանդիսատեսի, դիտողի, ինչպես դուք նշեցիք թատրոնը, դուք պատկերացրեք անհավես դուրս գաք բեմ։ Այդ մենակ դուք չեք իմանալու դրա մասին, դա զգալու է հանդիսատեսը, չէ՞։ Նույնը նկարչությունն է։ Եթե դուք ձեր աշխատանքը չեք գնահատում այն լիովին արժեք
արժեքի լիովին ավարտուն ինչպես է որ պետքա, դուք չպիտի հաշտեք դրա հետ միջև ստանաք ձերը։ Նույնը իմ պարագայում, ես կարող եմ շրջել այդ կտավը եւ որոշ ժամանակ չանդրադառնալ։ Ասենք մի տարի հետո կարող է շարունակել, ոգևորվի, կարող եմ այնպեսի լավ գործ ստացվի, բայց պետքա ստացվի, չի կարելի։ Բայց երբեմն ամենամեծ վնասողները լինում են հիացող մարդիկ։ Չպետք է տրվես այդ սադրանքին, չափի շատ հիացմունքը քո հանդեպ դա սադրանք է շատ վատ եւ այդ մարդիկ նենց չի որ քեզ շատ լավություն են անում։ Դու պետք է ուղակի սառնասրտորեն մարսես այդ հիացմունքը, որտեղ շատ դեպքերում դա բնական բնույթ է կրում, կողք տնես եւ շարժվես առաջ, որովհետեւ եթե ուզում ես մարդուն վատություն անես, դու պետք է իրան անverջ գովաս։ Եվ դա տանելու է այդ մարդուն կործանման։ Իսկ այն մարդը, ով ինքնակնդատությամբ այդքան ուժ ունի, որ կարողանում է զբաղվի ինքնակնդատությամբ, այդ մարդը միշտ շարժվելու է առաջ։ Իսկ երբ հասկացար, որ ճանաչված ու սիրված նկարիչ ես դարձել, ինչից հետո։ Ցուցահանդեսներ, բիենալեներ, չգիտեմ, վաճառք, անհատական կոլեկցիաներում հայտնվել, այնուամենայնիվ ինչ որ մի բան լինում է, չէ՞, որ հասկանում ես, որ չէ, ես Դե դա 1 րոպեում չի լինում, դա երբ որ ես առաջին այդ տպավորությունը ունեցա, երբ որ Հայաստանում չէի ապրում, բայց ինձանից անկախ անընդհատ ոնց որ իմ աշխատանքների պահանջարկը շատանում էր։ Ինձ ոչ մի այն ժամանակ գովազդի կամ ինչ որ ոչ մի բանի հնարավորություն չկար եւ ինչ որ սկսվեց ինչ որ աժոտաժ իմ աշխատանքների հետ կապված, բայց այդ այն ժամանակը չէր, որ ես այդպիսի զգացողություն ունենա։ Հետո արդեն Հայաստան տեղափոխվելուց հետո երևի 13-14 թվականներից շատ ավելի բեկումնային էր, երբ որ արդեն շատ պատահական սկսեցին բավականին շատ հրավերքները, հեռուստատեսություն, ինտերվյուներ, նկարների հանդեպ ունեցած հետաքրությունը հանդիսատեսի, ցուցահանդեսներ, թե Հայաստանում, թե արտերկրում, հրավերքներ եւ այլն եւ այլն, ու ինքը ասենց ձնագնդիկի պես սկսեց գլորվել, մեծանալ այդ ձնագնդիկը, չասեմ, այդ ընթացքում ստեղծվեց Դանիելյան արտ ստուդիոն, որտեղ մենք կխոսենք սուրճի հարյուրավոր աշակերտներ ունենք եւ այս 12 տարիների ընթացքում հազարավոր շրջանավարտներ ենք ունեցել, 15,000-ին մոտ, հա։ Ինչպես են վաճառվում նկարները, հարցս ոչ թե լավ կամ վատ, այլ ինչ ինստիտուտ ունենք դրա համար։ Դա քեզանից անկախ է տեղի ունենում, դա եթե պետքա հատուկ դրա համար ուժ գործադրես կամ գումար ծախսես կամ բան, ինքը անհեռանկարային է։ Շատ դեպքերում նկարիչները աշխատում են ցուցասրահների հետ, կոլեկցիոներների հետ, գալերեաների հետ եւ համադրողների հետ եւ այդպես է սկսվում է իրանց վաճառքի գործընթացը։ Ես չեմ աշխատում որևէ ցուցասրահի հետ, նո այդպես է ստացվել Հայաստանում նկատի ունեմ, բայց արտասահմանում շատ կան կապեր կան, շատ մեծ եւ շփումներ եւ անձնական կոլեկցիաներում եւ մեծ ընկերությունների, ուրեմն կազմակերպություններում, գրասենյակներում մեծ քանակի աշխատանքներ են ձեռք բերվում։ Դա ինքն իրան է լինում, Էրմինե ջան։ Այս կոմունիկացիայի դարում, երբ ցանկացած մարդ կարող է բարձրաձայնել իր մասին, իր մշակույթի, իր արվեստի մասին, եւ նաեւ աշխարհում տենդենց կա, որ մշակույթը նորաձև է դարձել նաեւ։ Ես չեմ կարողանում պատկերացնել ինչու է որ կան աղքատ նկարիչներ։ Ես չեմ գտնում որ կան աղքատ նկարիչներ, ուղղակի ամեն մարդ մի ձև է իր առօրյան կազմակերպում, գուցե սոցիալապես ինչ որ շատ ավելի դժվար վիճակում կա, բայց ամեն մարդ իր շատ չեն, որ այդ աղքատ բառից եմ ես անդադ ուզում։ Ես հասկանում եմ, ես շատ ուղիղ տվեցի հարցը։
Մի փոքր դժվարությամբ, բայց այս դարում աղքատ նկարիչ կամ ինչ որ արվեստագետ գտնելը դա պետքա ուղղակի ոչինչ չանի այդ մարդը, որ սովից մանա, էլի, բայց մեր մանավանդ հայ արվեստագետները, նկարիչները իրանք ստեղծող են, իրանք պրպտող են, անգամ տեսնում ես մեծահասակ տարիքով մարդկանց, ովքեր որ գալիս են, ցուցադրվում են նկարիչների միությունում, կապեր են ստեղծում, վերնիսաժ են գնում տարբեր ուղղություններով։ Մեր մոտ մի քիչ ուրիշ ձև է ձևավորված, այդ կուլտուրան։ Եվ ես դες ասեմ, Հայաստանը, ես աշխարհի տարբեր երկրներում աշխատելով տարբեր մարդկանց հետ, բավականին լուրջ կոլեկցիոներների հետ, Հայաստանում լրիվ ուրիշ իրականություն է։ Հայաստանում հպարտանալու իրականություն է այդ առումով, որովհետև հաստատ դու քո կյանքում մեկից ավել անգամ նկար գնել ես։ Կարող եմ մի բան շատ մեծ հպարտությամբ ասել, որ հայաստանյան իրականության մեջ, եւ դա վերջին տասնամյակներում է, երևի իմ հիշելով վերջին առնվազն 20 տարում մարդիկ նկարներ են գնում, արվեստի գործեր են գնում։ Եվ մեր ընտանիքը հենց ապրել է, մենք մեծացել ենք իմ հայրիկից նկարների վաճառքի շնորհիվ կրթություն ենք ստացել, ուսանող քաղաքից քաղաք, ասենք 300 կիլոմետր եւ ավելին։ Եվ հենց նույն փոքր կապանում, դից մարդ երևի չկա, որ գոնե մի հատ նկար գնաց չլի իր տան համար կամ նվերի համար։ Մեզ մոտ այդ կուլտուրան զարգացած, այսինքն նվեր տանելու համար նկար են գնում։ Կապ չունի թե ումը եւ ինչ Ես ուզում եմ քո Հայաստանում ապրել։ Այո, դուք բավականին շատ նկարներ ունեք ձեր տանը, նվեր եք չէ՞ ստացել։ Այո, այդ նվեր ստացած նկարները գնել են։ Դու էլ ես գնում նվիրում։ Դա ստացվում է, որ Հայաստանում այդ կուլտուրան ձևավորված է, դա մի շատ բարձր մակարդակ է, որ դու տեսնում ես, որ հյուր ես գնում, ասում է, դե, այս ինչ տեղից եմ գնել կամ այս ինչ մարդ, իհարկե շատ թանկ չի, բայց նու հավանեցի գնեցի, դա շատ նույնիսկ ասենք Հայաստանում ավելի շատ վաճառք ունեցան, քան ուրիշ երկրներում։ Հա, եւ շատերը կարծում են, որ գուցե արտասահմանում շատ ավելի մեծ քանակի կամ թանկ չէ, այստեղ էլ է հնարավոր, իհարկե կան խոցելի մարդիկ, շատ տաղանդավոր արվեստագետներ, շատ, ովքեր դժվարանում են, հա, վաճառել, այնուամենայնիվ ինչ որ մի ձև ելք գտնում են։ Կարող էր շատ ավելի լավ լիներ իհարկե, բայց ես կարծում եմ այդ օրն էլ կգա։ Եվ այս բաժնի ամփոփիչ հարցն եմ ուզում տալ, այսօր էլ նույնիսկ, չնայած որ Արամը շատ գեղեցիկ ներկայացրեց, բայց շատ ընտանիքներ, երբ լսում են, որ իրենց աղջիկը ուզում է նկարչի հետ ամուսնանալ, իրականում շատ ոգևորված չեն լինում, որովհետև հասկանում են, որ դժվարությունների առաջ կարող է կանգնել։ Դու շատ երիտասարդ տարիքում հանդիպել ես նկարչի եւ ամուսնացել ես, չես վախեցել։ Ինձ հետաքրքիր է, արժի վախենալ այն ծնողները, ովքեր որ անհանգստություն ունեն։ Իրենց կարող է մի քիչ հանգստացնել։ Դա կախված է արդեն նկարչից։ Ինչ նկարիչ է, ինչ տեսակի մարդ է։ Նկարիչը տարբեր նկարիչներ տարբեր լինում, վերնիսաժ նկարիչ էլ են լինում, Արամի պես նկարիչներ են լինում։ Պետքա բայց հույս կարելի է, չէ՞, կապել գոնե, միանգամից չվախենալ, իրականում ես չգիտեմ հիմա, ասենք Պակալենյան մի քիչ ուրիշ է, աղջիկները ուշ ձև են մտածում, բայց այն ժամանակ ես չէի մտածում, որ ինքը ինչ կաշխատի։ Ես ուղղակի սիրել եմ, սիրահարվել եմ ու չեմ մտածել, որ ինչ պիտի լինի, ինչ պիտի ինքը աշխատի կամ նկարներով ոնց կարա ինքը ասական ընտանիք պահի։ Ախ, այս սերը։ Մատուցում եմ աղանդերը։ Եվ խոսելու ենք Դանելյան արտ ստուդիոյի եւ Արմատ ստուդիոյի մասին, ինչը շատ հետաքրքիր է։ Սիրով։ Պատրաստելու եմ շատ համեղ աղանդեր։
Ինձ անհրաժեշտ է 90 գրամ ընկույզ, 90 գրամ խուրմա եւ 90 գրամ վարսակի փաթիլներ։ Ես օգտագործելու եմ Յարմարկա ընկերության վարսակի փաթիլները։ Դուք գիտեք, որ Յարմարկան գաստրոնոմիայի ոլորտում տրամադրություն է ստեղծում եւ էմոցիաներ է հաղորդում։ Ընդհանրապես ամբողջ հավաքածուն եմ շատ սիրում եւ հացահատիկ եւ լոբազգիներ, գրեթե ամեն ինչ ունի ընկերությունը եւ հատնտիր ու բարձրակարգ։ Վարսակի փաթիլների այս տարբերակը մանրացրածն է։ Հիմա կտեսնեք։ Մանրացնում ենք ընկույզը եւ վարսակի փաթիլները։ Ավելացնում ենք խուրման։ Եթե հարելուց հետո զգում եք, որ համասեռ զանգված չեք ստացել, անպայման ավելացրեք խուրմա։ Ես այդպես էլ արեցի։ Բաղադրատոմսը լավ է, բայց հոտառությունը խոհանոցում ամենակարևորն է։ Գոլորշու վրա հալեցնում եմ կատնային շոկոլադը։ Պաբեդա շոկոլադն եմ ընտրել բարձրակարգ, չմոռանանք, որ բոլոր այս բրենդերը եւ Յարմարկան եւ Պաբեդան ներմուծում է իմ սիրելի գործընկեր Մեգաֆուդը։ Եթե ինչ-որ մի ապրանքատեսակ խանութում տեսնում եք ծանոթ, որը ներմուծել է Մեգաֆուդը, հանգիստ կարող եք վերցնել։ Մեգաֆուդի շուրջ 250 աշխատակից օրնի բուն աշխատում են, որ աշխարհի լավագույն բրենդերը բերեն Հայաստան եւ մենք էլ հասցնենք մեր խոհանոց։ Իսկ պիտակը ձեզ կհուշի, արդյոք Մեգաֆուդն է ներմուծել պրոդուկտը, թե ոչ։ Եթե ընթերցեք Մեգաֆուդ անունը, անպայման վերցրեք։ Մինչ շոկոլադը հալչում է, ես կպատրաստեմ գնդերը։ Սկսում ենք մեր գնդերը թաթախել շոկոլադի մեջ։ Փորձելու ենք վարսակի փաթիլներով, արմավով, ընկույզով, գնդեր թաթախված շոկոլադի մեջ, կոնֆետներ կարելի է ասել, եւ առաջարկում եմ իհարկե հետը համադրենք հայկական V&M կոնյակը, որը 10 տարի հնացել է Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո։ Բա։ Տակլիք է։ Այո։ Փորձեմ ձեզ հյուրասիրել։ Երկ։ Ինձ քիչ կլցնես։ Շատ ես Ես լսել։ հետո մնա ինձ ուրեմն լավ, բայց ես չեմ խմելու։ Խմելու ես, բան չես անելու։ Դու էլ չգիտեմ։ Շնորհակալություն։ Այդ մեկը կտաս ինձ։ Okay, մի հատ մենք մոնտաժով բան կանենք։ Երեխեք ջան։ Իսկ սենց բանով ենք։ Այո, այո։ Ես էլ չէ ուտելու։ Այո։ Մի բան։ Ինչքան կարող, ես մեկով չեմ կարող։ Չին։ Չին։ Օ, ոտը լավն է արդեն։ Առաջին թողարամը փոխեցի։ Հա, տեսնեք ինչ ա լինում նոր։ Նոր անենք։ Այաշ։ Հա, լուրջ ես ասում։ Եվ եկավ այն պահը, երբ պետք է խոսենք մի շատ կարևոր թեմայից, խոսքս իհարկե կրթության մասին է եւ իհարկե մշակույթի մասին, որովհետեւ ձեր պարագայում իրար հետ այսպես սերտաճած թեմաներ են։ Դանելյան Art Studio-ից խոսենք։ Օ, դա իմ ամենասիրելի թեման է։ Հա, դա շատ լավ թեմա է։ Իմ 4-րդ երեխան է։ Դանելյան Art Studio-ն 14 թվականին է ստեղծվել իմ փոքրիկ արվեստանոցում, որը գտնվում է Հերացու փողոցում, եւ ես հիշում եմ ինչպես այդ արվեստանոցը հայտնվեց իմ կյանքում, այդտեղ շատ մեծ դեր խաղաց իմ ընկեր շատ տաղանդավոր արվեստագետ Նուրը, որովհետեւ հենց իր արվեստանոցի այդ հարակից տարածքը այդպես տրվում էր վարձով եւ հենց ինքը միջամտեց եւ ինձ համոզեց, որ պետքա ունենաս արվեստանոց։ Եվ այդպես իմ համար դա ֆանտաստիկայի ժանրից էր, որովհետեւ հեշտ չէր, հա, այդ ամեն ինչի տակից դուրս գալը։ Այդպես վերցրեցի, այդ որ տան էի աշխատում։
Ռուսաստանն էին նկարում։ Վերցեցի այդ արվեստանոցը, զուգահեռ սկսեցի ուսանողներ ունենալ։ Ստուդիան այդպես ստեղծվեց, արվեստանոցը վերածվեց կիսաարվեստանոցի, կիսաստուդիայի, եւ այսօր արդեն ունենք 5 մասնաճյուղ, 6-րդ եւ 7-րդն են պլանավորվում։ Ունենք հարյուրավոր ուսանողներ եւ բավականին բարձր մակարդակի կրթություն ենք տալիս մեր բալիկներին, մշակութային կրթություն։ Մինչ հարցնել թե որտեղ են տեղակայված դպրոցները, ինձ մի հարց է հետաքրքիր։ Փաստորեն 12 տարի առաջ է բացվել դպրոցը։ Այո։ 12 տարի առաջ դուք բավականին երիտասարդ էիք։ Սովորաբար այդ ուսուցչություն անելու, երիտասարդ սերնդին ինչ-որ մի բան փոխանցելու ցանկությունը շատ ավելի մեծ տարիքում է գալիս, հա, այդպես ինձ պատկերացնում ես, որ պետք է տարիք ունենա մարդը, որ ուզենա ուսուցչություն անել։ Այդ ինչ մղում էր, որ անպայման ուզում էիր, որ եկող սերնդին տալեն փորձը, այն գիտելիքը, որ ինքդ ունես։ Իմ հայրիկը իր արվեստանոցում դասավանդում էր Կապանում, աբիտուրիենտներին, ովքեր որ պետք է գային եւ ընդունվեին Երևանում բարձրագույն կրթություն ստանային գեղանկարչության ոլորտում եւ ես շատ ոգեշնչվել էի եւ մի պահ անգամ ուզում էի նրան նմանվեի, որտեվ շատ ինձ դուր էր գալիս մանկավարժությունը, մտա այդ բեռի տակ եւ այնքան լավ սկսեց ստացվել, որ ուսանողներս սկզբից մեծ ասակներն էի պարապում, ժամը լրանում էր չէին գնում։ Երևի հիմա իմ նախկին ուսանողները երևի հիմա կդիտեն եւ կհիշեն այդ օրերը, երբ որ ասում են ժողովուրդ, խնդրում եմ գնացեք, ես էլ եմ տուն ուզում գնամ։ Խրիստոնի երիտասարդ գեղեցիկ կին ունեմ, թողեք տուն գնամ։ Մանավանդ որ երեկոյան ժամերին էր դա լինում, իրենք աշխատանքից հետո էին գալիս, տարբեր բնակավարներում էին աշխատում։ Եվ երեկոյան ժամերին դե արդեն հոգնած ես լինում, որտեվ էներգիա ես տալիս։ Եվ մի քիչ էլ նկարենք եւ միջև ուշ երեկո մնում աշխատում էին։ Այդպես ձևավորվեց ստուդիան, ստեղծվեց արդեն ընկերությունը, ստեղծվեց լոգոն, ստեղծվեց մնացած իրեն կապող բաները։ Մեկ մասնաճյուղը դարձավ 2, 3, 4, 5 եւ այդ մասնաճյուղերը բացվեցին ըստ դիմորդների տվյալ թաղամասից այնքան նամակներ ենք ստանում, զանգեր ենք ստանում, որ հենց այդ թաղամասում արդեն բացում ենք մեր նոր մասնաճյուղը։ Յուլիայի ներգրավվածությունը ստուդիոյի կյանքում ուզում եմ իմանալ ինչպիսին է։ Ինձ ամենասկզբից էլ ես եղել եմ միասին աշխատել ենք, նույնիսկ ասենք փոքրերին Արամը դասեր տալիս, ես է կողքից օգնում էի, թուղթն էի կպցնում, տենց ներկերն էի փոխում։ Հետո արդեն մենեջեր հայտնվեց մեր ստուդիայում, հետո ուսուցիչներ, ես քիչ-քիչ տենց մի քիչ հեռացել եմ։ Հետո մի տարի, այս տարի չէ, այս տարվանից արդեն լիարժեք նորից մտել եմ մեր ստուդիայի աշխատանքի մեջ։ Իսկ ինքդ երբևէ փորձել ես այդ ստուդիայում ուսանել, սովորել։ Հա, գնացել եմ դասերի։ Իմ մոտ շատ լավ է ստացվում, նկարել շատ եմ սիրում, դրա համար հաճույքով եմ գնում համ աշխատանքի, համ այդ գործով շատ հաճույքով եմ զբաղվում։ Մասնաճյուղերի հասցեների մասին եկեք խոսենք, որտեղ են ներկայացված դպրոցները։ Մեկ մասնաճյուղը գտնվում է Նկարիչների միությունում, Աբովյան 16, մեր ամենահին մասնաճյուղն է։ Մի մասնաճյուղը Դավթաշենում, մի մասնաճյուղը Երազ թաղամասում, մեկը Ծարավաղբյուրում, մեկն էլ Մեգամոլում։ Եվ արդեն գիտեք հաջորդ հասցեները, թե դեռ քննարկվում։ Այո, Արաբկիր, Կոմիտաս, դա լինելու է 6-րդ հասցեն, 7-րդ հետ կապված մտածում ենք կամ Աչափնյակը դեռ ուսումնասիրում է թիմը, թե ինչ պահանջարկ կունենա տվյալ թաղամասում, եւ անգամ Վաղագնի թաղամասում ենք ուզում, որտեղ դիմորդները շատ են այնտեղից եւ հարմար չի գան հասնեն մեր մասնաճյուղեր, երևի թե նաեւ մտածենք այնտեղ բացենք։ Մարզերում անպայման, առաջինը լինելու է Կապանում, հետո պլանավորել ենք Գյումրիում եւ մնացածը արդեն կյանքը ցույց կտա։ Ինչպես է ուսուցիչներին ընտրում, որովհետեւ հասկանալի է, չէ, որ այս բոլոր դպրոցներում Արամը ինքը անձամբ չի կարող դասավանդել եւ պետք է լինեն ուսուցիչներ, ովքեր
որպես մանկավարժ ձեռագրային իմաստով նման են քեզ, որովհետև մանկավարժությունը դա միայն առարկան սովորեցնելը չէ, դա դաստիարակելն է, դա աշխարհայաց է եւ թիմ հավաքելը քեզ նման մարդկանց բավականին դժվար պետք է լինի։ Հետեն թե որ տաղանդավոր լինի։ Միանշանակ դժվար է նման թիմ հավաքելը, այնուամենայնիվ այսօր շատ ամուր թիմ է, Դանիելյան Աստուծոյի թիմը բավականին ամուր թիմ է, կայացած։ Մենք ունենք 7-8 տարվա աշխատակիցներ նույնիսկ, ովքեր որ մինչ հիմա մեզ մոտ դասավանդում են, աշխատում են։ Ադմինիստրատիվ թիմն էլ է շատ կայացած թիմ։ Ուսուցիչները հիմնականում ադապտանում են իմ կողմից ստեղծված կրթական ծրագրին, որովհետև բացի ստեղծագործական մասը, այնտեղ նաև կա կրթական մասը, այսինքն տվյալ տարիքային խմբում երեխան կոնկրետ ունի ուսումնական ծրագիր, որը իհարկե տեղ-տեղ շեղվում է երեխայի անհատականությունից ելնելով, երեխայի ակտիվությունից, պասիվությունից եւ այլ լիքը հանգամանքներից։ Բայց եւ այնպես ուսուցչական թիմը ընտրվում են, այո, իմ կողմից, իրենց արված աշխատանքները տեսնելով, իրենց կրթությունը տեսնելով, եւ ես կարծում եմ մեր ծնողները նույնպես վստահորեն կասեն իրենց գոհունակությունը մեր ուսուցիչների, թե մարդկային որակների եւ թե մասնագիտական որակների մասին։ Եկեք հիշեցնենք ինչ դասարաններ ունի Դանիելյան Արտ Ստուդիոն։ Դանիելյան Արտ Ստուդիոն ունի տարբեր բաժիններ։ Գեղանկարչություն, մոդելավորում, կավագործություն, ինտերիեր դիզայն երեխեքի համար, ունենք տեքստիլ նկարչություն։ Շուտով կլինեն նոր ճյուղեր, որի մասին մենք կհայտարարենք անպայման, տեխնիկագործությունն է լինելու։ Ես կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ովքեր որ հետաքրքրված են անկախ իրենց տարիքից եւ զբաղմունքից, որովհետեւ սա թերապիայի նման նաեւ մի բան է, եթե ուզում եք ինֆորմացիա ստանալ դպրոցների հասցեների, նոր բացվող բաժինների մասին, ապա անպայման հետևեք Դանիելյան Արտ Ստուդիոյի Facebook-ի եւ Instagram-ի պաշտոնական էջերին եւ մշտապես ձեր ձեռքը կպայեք սարքերակի վրա։ Եվ Արմատ Ստուդիոյից եմ ուզում խոսենք։ Վերջերս ինձ համար շատ զարմանալի էր, ես մեկնարկել եմ նոր նախագիծ քառակուսի մետր է կոչվում եւ անդրադառնում եմ ոլորտում կառուցվող նախագծերին, կառուցապատող ընկերությունների հետ հանդիպումներ եմ ունենում եւ մի հրաշալի հանդիպում ունեցա Sofen Club House-ի հիմնադիրի Սեյրանի հետ եւ հարցազրույցի ժամանակ նա պատմեց, որ փաստորեն շենքի էքստերիերի դիզայնը պատկանում է քեզ։ Ինձ համար շատ հետաքրքիր էր, որտեղ մենք սովոր ենք, չէ՞, որ եթե ճարտարապետ ունի շենքը, պիտի ամբողջը անի ճարտարապետը։ Այս մշակույթը դեռևս շատ չունենք, որ նաև նկարչին ներգրավեն ճարտարապետի հետ համագործակցելու եւ կոլաբորացիա անելու։ Եվ իմացա արդեն Արմատ Ստուդիոյի մասին, որը կրկին պատկանում է ձեր ընտանիքին։ Ինչ է անում Արմատը։ Արմատը գործում է արդեն 6 տարի, իհարկե ինտերիեր դիզայնով ես 2006-ից եմ զբաղվում, բայց Արմատը օֆիցիալ իր տարբերանշանով, իր ընկերության գրանցումով գործում է 6 տարի։ Արմատը ինչպես նախագծեր է անում, այնպես էլ ունի նաև նույնպես կրթական բլոկ։ Ինչ վերաբերում է նախագծերին, Արմատ ինտերիեր եւ ճարտարապետություն ընկերությունը այսօր բավականին ամբիցիոզ պրոյեկտներ է անում, թե քաղաքային միջավայրի եւ թե մասնավոր ոլորտում։ Այս պահին դերևս երևի մեր քաղաքում ամենախոշորագույն պրոյեկտներից մեկի վրա ենք աշխատում, առևտրի կենտրոն է, որի մասին ես շատ չեմ լուսաբանի, պատվիրատուները կլուսաբանեն, երբ ժամանակը գա, որը իր նմանը չունի։ Օ, հետաքրքրեց, դու գիտես Յուլիա, ես զգում, տեսնում եմ։ Այո, այդ առևտրի կենտրոնը միջազգային մակարդակի, այսինքն այնտեղ հաշվի են առնվել բոլոր նյուանսները, բոլոր մանրուքները, ստանդարտները, բոլոր ճաշակային այն մաքսիմումները, որը հնարավոր է լինի
բավականին հայտնի բրենդներ են այնտեղ լինելու եւ շատ գովելի է, որ ինվեստորները, պատվիրատուները մեծ մասը տրամադրում են կանաչ գոտիներին, մանկական զարգացման կենտրոններին, որ դա հպարտանալու պրոյեկտ է մեր երկրում եւ դա ուղղակի թղթի վրա մնացող պրոյեկտ չի, դա գործող, կառուցվող եւ շատ ակտիվ դեպի ավարտին գնացող պրոյեկտ է։ Շինարարությունը սկսվել է։ Այո, շատ ակտիվ։ Մենք հիմա ինտերիեր դիզայն ենք անում, բայց սինխրոն արդեն նաեւ ներսի շինարարությունն է սկսվում եւ աննախադեպ պրոյեկտ է լինելու։ Այս պահին դա ենք անում, զուգահեռ շատ հետաքրքիր վիլայի պրոյեկտ կա, դա ենք անում, զուգահեռ անում ենք բավականին հետաքրքիր նախագծեր մեր մյուս գործընկերների համար եւ ես սիրում եմ այդ ամեն ինչի մեջ դնել նկարչությունը, էսթետիկան, երանգները, իմ ընկերները անընդհատ ինձ ասում են ոնց եմ ես այդ գույնը ընտրում, ոնց է ինձ մոտ հաջող։ Դա հենց նկարչությունն է, երբ որ ես կարողանում եմ փակել իմ աչքերը եւ այդ համադրությունը ամբողջությամբ դասավորել, հա, ինչը որի հետ, ինչի կողքը, ինչը հանել, ինչը դնել, երանգները, լույսը, այդ ամեն ինչը նկարչություն։ Իհարկե։ Եվ կրթական բլոգը, Armat Design Academy, որտեղ որ դասավանդվում են ինտերիեր դիզայնի եւ գրաֆիկ դիզայնի դասընթացներ, նույն էքստերիերի եւ լանդշաֆտի դասընթացներ։ Այնպես որ բավականին մեծ ծավալուն աշխատանք ենք անում։ Բրավո, հրաշալի է եւ վերջում Յուլիա, այսքան մեծ ընկերություններ, որոնք այլ մարդկանց համար ստեղծում են բնակարաններ, հարմարավետ կյանք, կարողացել են քո ձեր տունը այնպես գծագրել, որ դու քեզ երջանիկ զգաս։ Այո, իհարկե։ Բայց տարեց տարի փոխվում է, չէ՞, մարդու ճաշակը, ուզում ես ավելի բաներ փոխել։ Մարդու պահանջները։ Այո, պահանջները, դրա համար մի քանի տարի անցնի կփոխենք, չէ՞, Արամ։ Դու գիտեիր, որ մի քանի տարուց փոխելու եք։ Մենք արդեն փոխում ենք հիմա այս բանը։ Չէ, բացի այն ինչ որ անում եք։ Յուլիան ասում է, ժամանակի ընթացքում մարդու ճաշակրու պահանջները փոխվում են։ Եվ մի քանի տարուց կփոխենք, չէ՞, Արամ։ Լավ, փոխենք։ Այնպեսի տեղ ես հարցնում, որ չեմ կարող մերժել։ Գիտի որտեղ է հարցնում։ Սիրելիներս, շատ շնորհակալություն եմ ուզում ասել այս սիրուն օրվա համար, որ իհարկե Հերմե դիալոգ նախագծի մթնոլորտը այնպիսին է, որ իմ հյուրերը եւ հանգստանան, եւ վայելեն, եւ զրուցեն, բայց միշտ չի, որ այդ ընթացքում ես էլ եմ դա հասցնում անել։ Եվ այսօր ձեզ հետ ես իսկապես կարողացա լիարժեք հանգստանալ, վայելել եւ պատրաստելը, եւ մատուցելը, եւ զրուցելը, այ միայն բաց թողելն է դժվար։ Դու միշտ կանչի, մենք գալու ենք, հա։ Ես հիշում եմ, շաբաթ կիրակի, չէ։ Շնորհակալություն ջերմ ընդունելության համար, շնորհակալություն նման բարձր մակարդակի պրոյեկտի համար, որովհետև ես հետևելով նախագիծը չէի պատկերացնում, որ կհայտնվեմ ձեր հյուրերի ցանկում եւ կգտնվեմ ձեր տաղավարում այստեղ։ Սիրով։ Շատ շնորհակալություն։ 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 Ստեսություն։ Հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group, գործընկերներ Armenia Wine, Mega Food, Կտուր AM